Պարոն Սերժ Սարգսյանը գնում է կառավարություն, գնում է նախագահի մոտ, ասում է բյուջեն էլ է փոքր պաշտպանության նախարարության շենք պիսարկին Բագրևանդում։ Ու աշե զենք պետք է առնենք, մեզ արտաբյուջետային գումարներ է պետք։ 2005 թվականի հունվարի 25-ին թիվ 147A կառավարության որոշում է կայացնում, իհարկե կայացնում է Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, բայց վավերացվում է բնականաբար Ռոբերտ Քոչարյանը։ Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը, իսկ որ հողամասերի տնօրինությանը հանձնվել Իսակովի պողոտա, որտեղ Դոմպրիոմը, որտեղ Toyota Service, որտեղ Սամ Քոչարյան Երևանի շատ հայտնի քաղաքապետ, շատ արդար մարդ, կյանքում կաշառք չի վերցրել, вообще ոչ իման չունի, նիշի։ Երևան Զախարյանը կայացնում է Հայաստանի Հանրապետության Երևանի քաղաքապետ որոշում, որտեղ պաշտպանության նախարարությանը 20:02 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան, Ծովակը Իսակովի պողոտային հարող տարածքում նախարարու ուսեց հողամասեր եւ այլն։ Հողերի օտարման կարգ մշակվել է, թե չէ։ Ցանկացած տեղ, եթե տրվում է, մարդիկ կարգ են դնում տակը։ Ուրեմն Yandex Taxi-ն կարգ ունի, ՊՆ-ն իրան վստահված հողերի օտարման կարգ չունի։ Իդեպ հողերը տրվել է ուղիղ վաճառքի, այսինքն ուղիղ, աճուրդ չի եղել, տարբեր զոնայնության է եղել այս հողերը, հա, որ տվել են ՊՆ-ին, աբսուրդ է, օտարման կարգ չկա, գին որոշված չի, բայց օրինակ Սերժ Սարգսյանից ցուցմուկա տալը ասում է ես եմ եղել տերը, ես եմ որոշել, ուրեմն գներն եմ ես որոշել, Վաչուն էլ ասում է գնորդ չի եղել, ՊՆ-ի վրա էր մնացել, հələ ՊՆ-ն մի բան էր թանված ախր։ Եթե չկա նախանշված կարիքների գնահատում, այդ նշանակում է, որ պրոստը ՊՆ-ի անվան տակ, արտաբյուջեի անվան տակ, Ռոբերտ и Սերժ Բլիզնիցի բրացը մեջ են արել։ Ժամանակը բոլորը ովքեր են ժամանակ Երևանում ապրում, բոլորը գիտեն, այդ տարածքը եղել է անապատ, ամայի դեռ ոչ մի բան չկա։ Ինչ է միջի Սահարա էր։ Էցկից բեզանոցակայանը պատկանում էր ընկերություն, 2005 թվականից, դա եղել է կորոնջան, 2002 թվականից այդ բեզանոցակայանը դուքան չկրել, 5 թվականին ու դիրանա Վաչոյի պապան պարզվում է դոլարային միլիոնատեր է եղել Արցախ։ Վաչոն ասում է, այդ փողերը պապաս էր տվել 500 միլիոն դրամ։ Վաչոյի պապան $1 միլիոն։ Արա քո երեսքի $1 միլիոն դրամ իրար վրա դրած տեսել է։ Այդ Վաչոն որ ասում է պապաս $1 միլիոն տվեց։ Բայց նա ճշտ է, ուր է այդ բանը։ ՊՆ-ից 2020 թվականին հունվարին 541 փաթեթ հաստատող վերած։
այդ խիա վերածվել, որ եթե քրեական գործեր կան, քրեական գործերի քննության ընթացքում ում պատվերով է վերածվել այդ 541 հատ։